Ընկերներ բարև ձեզ, խաղաղություն ձեզ։ Ճիշտն ասած, գնացել էի Ստեփանավան, այդ դպրոցը որտեղ որ ես սովորում եմ, ավարտում ենք էլի այդ միսիոներական, այտենց ոնց որ վերջի օրերն էր, ավելի շատ ամփոփելու։ Ու գիտեք, այդ մեր ընկերներից մեկը որ դրսից ասեց, եկեք գնանք բանը, Dendro Park, ասեցի քերեք գնանք, այտենց, բոլորով դուրս եկան, գնացինք այդ Dendro Park, գիտես լիքը մարդ կար։ Հələ աշխատանքային օրեր էր։ Շատ մարդիկ կային։ Հետո այնտեղի աշխատող մի հատ երեխեքից մեկը կար, որ ձիեր ուներ, վարձով էր տալի, ասեց, «Էս ինչ ասեց, շաբաթ կիրակի 3000-ից ավել մարդ է լինում ստեղ»։ Ու սենց ման էի գալիս, պրոստը քայլում էի ու սենց նայում եմ, ոնց որ դե ամեն անգամ որ մտքով Աստծո հետ ես խոսում ես, էլի ասում եմ, իմ Աստված, ինչ նորություն կա սենց, ասեց նայ, ասեց, հələ քո ժողովրդին ասեց։ Դες ասեց այդ մարդիկ չեն գալիս այդտեղ, որ նայեն թե ծաղերը ինչքան սիրուն է ու ինձ փառավոր են։ Այդ մարդիկ գալիս են այդտեղ որ բժշկվեն, որովհետև իրանց սրտերում գիտեն, որ այդ բանի այդ եղևնիների փոշին շնչելով առողջություն են վայելելու, բայց չգիտեն, որ վայ իրանց դա իրանց համար ավելի չար հիվանդության դուռ է բացելու։ Գիտես իրականում ու դաժե այդ մեր ընկերների հետ էլ կիսվեցի, ասեցի այս մարդիկ իրականում գալիս են այդտեղ ոչ թե որ տեսնեն ինչքան գեղեցիկ Աստված ստեղծել այս պարկը, այս այգին, այս խոտերն ու ծառերը ու փառավոր են Աստծուն, այլ բժշկվելու համար։ Ու որպես վկայություն կար, თუ մեր տեսնում էր մեկը բռնել է եղևնից, այս թափա տալիս, որ այդ բանը փոշին շնչի, ու գիտեն դա իրանց համար առողջությունն է։ Ու գիտես, ես նայում եմ, ասում եմ, ոնց ասում եմ, հավատարիմ ասում եմ երկիրը, որ Աստծուն Քրիստոսին ընդունեց Տեր ու Փրկիչ։ Դաղավ sense սնա հավատ։ Դաղավ ամեն չարիքին ու ամեն ստությանը հավատացող։ Իրականում ընկերներ Անես չի որ ես ման եմ գալիս, տենց ուզում եմ մի բան գտնեմ այս երկրի վրա։ Գիտես Աստված պարզապես ցույց է տալիս, որովհետև շատ ժամանակ որ Աստծո հետ զրուցում եմ, ասում եմ Աստված, բա ինչի սենց, օրինակ ինչն է պատճառը, որ սենց չի լինում, սենց է լինում եւ այլն, ու Աստված սենց հաթաղատ բացում է այդ ամեն ինչը, գիտես, ու ճշմարտությունով ցույց է տալիս, որովհետև շատ ժամանակ մենք չենք տեսնում, մենք զբաղված ենք մեր աղորյա հոգսերով, մեր խնդիրներով, իրականում։ Այն օրը հայ առաքելական եկեղեցու առաջնորդը Կարեկին ամենայն հայոց կաթողիկոսը կոչ էր արել միասնության, որ միասնությունով կարանք հաղթենք, բայց խոսքս նաև ուզում եմ դիմեմ ամենայն հայոց կաթողիկոսին։ Դուք իրականում միասնություն չեք կարող անեք քրիստոնյաների մեջ, դաժե ավետարանական են, որ հիմքերը նույնն են, որ ընդունում են Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն։ Հա կարա լինի լեզուների աղոթք, դուք չընդունեք, իրանք ընդունեն եւ այլն։ Դուք այդ միասնությունը չեք կարող ստեղծեք, ինչպես կարաք կոչ անեք ազգին միասնության։ Եթե ես հիմա ինքս ծխեմ, ոնց կարամ ծխողներին ասեմ մի ծխեք, եթե ես ինքս չեմ կարող թարգեմ ընկերներ։ Գիտես շատ հեշտ է կոչ անելը։ Ու փառք Աստծուն, որ իմ Քրիստոսը չեկավ կոչ անելու։ Որ ասեց, որ մի թշիտ ապտակում են մյուսն դեմ տուր, իրան թշին որ ապտակում էին ձեր չէր անում։ Այնտեղ միտեղ ասեց ինչի ես ինձ զարկում, դա էլ հայ առաքելական եկեղեցին վերցրելա, որ մի թշիտ ապտակում են կարաս տա սպանես։ Իրականում մեր մի հատ երիտասարդ հոգևորական կա, մի օր ասեց դա չի նշանակում Քրիստոսին որ ապտակեցին, այդ մի թուշ ասեց ինձ խես զարկում, բայց Քրիստոսը իրականում ձենը կտրած ոչխարի պես ոնց որ բանում Եսայայի մեջ գրված է գնում էր մորթվելու, հա գիտեր ուր է թում ձենը կտրած են սուսուփուս ծեծում էին թքում էին վրան ծաղրում էին ասենք այդ փուշը դնում էին գլխին ասում էին կեցես հрьяաների թակավոր, հա, ու ապտակում էին կամ աշկերը փակում են, սիրլում են, ասում են դե դու Աստված չես, հələ գուշակի ով արել, ով խփեց քեզ։ Գիտես միասնության կոչ չես կարող անես, ընկերներ, ինչի եք սենց սնահավատար, ընկերներ։ Ինչի չեք կարող Աստծուն ուղղություն անեք։ Ինչն է դժվար, միթե այդքան ավելի հեշտ է հավատալը, որ եղևն ու փոշին կարա քեզ ու քո երեխեքին առողջություն բերի, բայց ճշմարիտ Աստված, որ իրականում թե բժիշկ է, թե ողորմած է, թե բարի է, թե սիրող է, թե հասնող է, թե ներող է, չի կարա։ Գիտես, այդ եմ ուզում հասկանամ, ինչ է ավելի հեշտ հավատալ եղևնիներին կամ ինչ որ կուղքերին կամ սանապարտության այդ մնացած այդ ունայն բաներին, քան թե մեր կենթանի Աստծուն, որ ճշմարտապես օգնում ու բժշկում է, զարմանում եմ ընկերներ։ Հա խորում եմ, գիտես, սիրտս տրաքում է, պրոստը որպես ազգի ներկայացուցիչ ինչ չարիք էլ գա այս ազգի վրա, ինձ էլ է կպնելու, որովհետև այս ազգի, որ ասում եմ, մի մասը արյունական բարեկամներ են, հա, մի մասը ընկերներ են, մի մասն էլ իմ ազգն են իրականում, ես դրված եմ այս ազգի մեջ, Աստված ինձ տեղ է դրել, որ ծնվեմ, հայերի մեջ, որ հայ ծնվեմ, ոչ թե հնդիկ, ոչ թե ես ինչ, ու իրականում սիրտս ցավալով ցավում է այս ազգի համար։ Շատ խոսում եմ Աստծո հետ, խնդրում եմ, ասում եմ իմ Աստված, մի քիչ համբերի, իրականում ինձ օգտագործի, թեկուզ որ իմ հետ մի չար բան լինի, չար բան ասելով ճշմարտությունը խոսամ բռնեն տփեն,
ասում եմ թույլ տուր, ես հավատում եմ, որ այս ազգը կարա փոխվի։ Դեպի քեզ իմ Աստված իրականում։ Բարի է գնալ դենդրոպարկը ման գալ ընկերներ, ես դրա մասին չեմ խոսում։ Բարի չի, երբ որ դու հավատում ես, որ դենդրոպարկի ծառերը կարան քեզ բժշկեն։ Էդի կռապաշտությունն է, էդի պիղծ բան է, ու ձեզ ասում։ Քնեք հələ ձեր սրտերը, որ գնացել է դենդրոպարկ։ Միթե չեք գնում այդ եղավ։ Տախր մենակով էլ չեք գտու 3 ժամվա ճամփա է իրականում Երևանից։ Շատ-շատերը ձեր երեխեքին տանում եք, որ ընդ ֆրցնեք, որ իրանք քեզ չնչեն, իրանք թոքերը մաքրվի։ Ես իմ Ներխվելով ներվում է սիրտս ամեն դեպքում սրանով է ուզում կիսվել ընկերներ ձեր հետ։ Մի հավատացեք ընկերները տենց բաների։ Դա անեծքի դուղ է, անեծքի բուն է։ Դուղ է բացում ավելի շատ հարվածների ու հիվանդությունների ու ավելի չար փորձանքների։ Հիմա չեք տեսնելու։ Իրականում ժամանակի ընթացքում է դի գլուխը բարձրացնելու, երբ որ վերջում կանգնեք Աստծո առաջ, ձեզ ասելու այս սրա համար սա պատճառ եղավ։ Բայց այսօր ունեք հնարավորություն, այսօր ես ձեր հետ խոսում եմ ընկերներ։ Այսօր բերել եմ ձեզ Աստծո խոսքը, հերո չէ Աստծո խոսքը ձեզանից ընկերներ։ Ձեզ շատ մոտ ընկերներ։ Ընդունեք, հավատացեք այդ Աստծո խոսքին, ավել բան չեմ ուզում, որ հավատակ ամեն բան իր տեղը կընկնի։ Սրանով եմ ուզում կիսվել ընկերներ։ Իրականում խնդրելով խնդրում եմ իմ Աստծուն, որ այս ազգի աչքերը սիրտը բացի, որ տեսնեն ու հասկանան, որ Աստված է ստեղծել ու արարել, որ Աստծուց բացի ուրիշ բժիշկներ, թագավորներ, աստվածներ, ուրիշ հավատալի գոյություն չունի։ Եկեք հավատանք այդ Աստծուն ընկերներ, բարի է, հավատալ Աստծուն բարի է, հավատքով արդարանում ենք, հավատքով բժշկվում ենք, հավատքով վերցնում ենք, հավատքով մտնում ենք կոչման մեջ, հավատացեք ընկերներ, հավատացեք ու կտեսնեք պտուղը։ Սրանով եմ ուզում կիսվել, թող Աստված ձեզ շատ օրհնի, օրհնում եմ ձեզ, անուն Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու, ամեն։